Հինգերորդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփոյի Գալյանը սահմանադրական բարեփոխումների հերթական նիստի ժամանակ։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հարուցված քրեական գործի քննությունը քննչական կոմիտեն 20 օրում ավարտել ու ուղարկել է դատարան, այս մասին տեղեկացնում է Հրապարակ օրաթերթը։ Վեհափառի մերձավորների դեմ 1 հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գևորգ Մանուկյանին։ Հիշեցնենք, որ Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կկալանավորել են իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր Հանրապետության կուսակցության անդամի հաղորդման հիման վրա։ Եվ երեկ երեկոյան Փաշինյանի հետ հանդիպել են 9 եպիսկոպոսներ եւ համացանցում ֆլեշմոբ է մեկնարկել, մարդիկ խնդրում են Վեհափառին այդ 9 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին կարգալույծ անել։ Իսկ Մայրաթորի մի շարք բարձրաստիճան հոգևորականները արդեն քննադատել են վերջինների սարարքը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետև չի համաձայնի շարքային падգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսքեր գնում, որ նրան դիտարկում են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։ Փոխարեն ըստ ՔՊ-ականների Ալեն Սիմոնյանը արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերտ ընտրություններ չլինեն եւ նրա պաշտոնավարումն ավարտվի հունիսին, ապա ըստ օրենքի գտնվելու է պետության պաշտպանության ներքո եւ առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը ՔՊ-ականների համոզմամբ Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։ Հրապարակը գրում է. թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում կանանց պարտադիր քվոտա, դիցուկ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։ Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։ Թե նրանցից ովքեր են առաջադրվել, թերթին առայժմ չի հաջողվել բարձել։ Սակայն կարծիք կա, որ ներկայիս падգամավոր կանանց մեծ մասը համենայն դեպս անցողիկ տեղերում չի լինելու։ Նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։ Ժողովուրդը գրում է. իշխանությունները մտադիր են առաջիկա ամիսներին առավել խիստ վերահսկողություն սահմանել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք կակտիվանան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են ինչպես նոր ձևավորվող քաղաքական ուժերը, այնպես էլ ընդդիմադիր դաշտի ամենաակտիվ դերակատարները։ Իրավապահներն արդեն կազմել են դոսիեներ բոլոր ուժերի վերաբերյալ եւ սպասում են, թե որ սուբյեկտը եւ որտեղ կսխալվի։ Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում իրավապահները ներքին կարգով տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների կհրավիրեն բաժիններ, նպատակ ունենալով ճնշում գործադրել նրանց վրա եւ ստեղծել վախի մթնոլորտ։ Դուք դիտում եք օրագիրը, եւս մեկ լավ լուր, կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց, իսկ քիչ ուշ ժամը 12-ին Մայրաթոռում մեկնարկելու է հոգևոր ժողով։ Այսօրվա իմ հյուրն է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։ Պարոն Իշխանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Սիրով։ Պարոն Իշխանյան, մինչ Լիդիա Մանթաշյանի ազատ արձակվելը խորհրդարանում մասնակցեցիք նաև քաղբանտարկյալների թեմայով քննարկումներին, որը նախաձեռնել էր Հայաստան խմբակցությունը։ Ինչ եք կարծում, այս քննարկումները ընդհանուր առմամբ հանրային բողոքն էր պատճառը, որ դատավորի որոշման վրա ազդեց։ Չեմ կարծում, որովհետև մենք գիտենք Հայաստանում դատավորները կատարում են մեկ մարդու քմահաճույքը եւ հրահանգը, քաղաքական գործերով հատկապես լինում է երբեմն, որ այդպես բացառիկ դատավորներ են լինում, որ անկախ են որոշում կայացնում, բայց այնուամենայնիվ ցանկացած այսպիսի բաց թողում, խափանման միջոց փոխել եւ այլն
Նիկոլ Փաշինյանի տակտիկական որոշումներից է կայացված, իհարկե հանրային ճնշումը կարող է մեծ ազդեցություն տալ եւ պետք է շարունակել անպայման այդ հանրային ճնշումը անել, որովհետեւ դա է բերելու մի օր նրան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այլևս գերիներով չլցնի Հայաստանի բանտերը։ Իսկ տակտիկական քայլի նպատակը որը կարող է լինել։ Նշեցիք, որ տակտիկական քայլի հետևանք են։ Դե տեսեք, ինքը նույն օրը տեղի ունեցավ այն, ինչ որ եկեղեցում այդ բանը հայտարարությունը տարածեցին այդ մի խումբ սրբազաններ, սրբազանների, որը ամենայն հավանականությամբ չես կարող ասել, հա, որ իրենք ի սկզբանե ստորագրել էին, կարող թուղթը տվել էին, ստորագրել էին, հետո տեքստը ավելացրել էին, դա թողնենք այսինքն պարտադրաբար է եղել, հնարավոր է։ Այո, քանի որ մենք գիտենք ինչպիսին է այս իշխանությունը, որ ամենահայտնի դեպքը Հովիկ Աղազարյանի հետ կապված, երբ որ ուզում էր մանդատից հրաժարեցնել, չհրաժարվեց ու նրա սեռական կողմնորոշումը բացահայտեցին, հեռախոսը խլեցին, մի խոսքով։ Այսինքն մենք գիտենք ինչպիսին է մշակույթը այս իշխանության, բնականաբար պետք է ենթադրել, որ չի կարող այնտեղ լինել անկախ ազատ որոշում դրա հետևում։ Իսկ Լիդիա Մանթաշյանի ազատ արձակումը, եթե տենց որպես տակտիկական ինչ-որ քայլ նկատենք, դա կարող է որոշակի էմոցիաներ, դոֆամին առաջացնել նրանց մոտ, ովքեր Լիդիային ուզում էին որ բաց թողեն եւ սենց ինչ-որ հանգիստ առաջանա, էմոցիաների եւ այդ էներգիայի նվազեցում լինի իրենց հերթական այս եկեղեցու բանի հետ կապված, հա։ Եկեղեցու դեմ հերթական հարձակման ֆոնին, այսինքն մեղմել էմոցիաները դժգոհության։ Կարող եմ այդպես ենթադրել, այո, կարող եմ այդպես ենթադրել, որ այստեղ այդ խաղը կարող է խաղացած լինել, այդպես։ Իսկ այս դաշտում ընդդիմությունը կամ Հայաստանի Հանրապետության հանրությունը անպաշտպան չի իշխանությունների դեմ քաղբանտարկյալների մասով, կարծիք արտահայտելու մասով, չի որ մարդիկ այնպիսի պատճառներով են հայտնվել անազատության մեջ, որ տրամաբանության սահմաններում չի դառնում։ Գիտեք, ես օրինակ մտածում եմ, մենք քաղբանտարկյալ ենք ասում, բայց դեպքեր կան, որոնք քաղբանտարկյալի սահմանումները շատ նեղ են բացատրելու համար, թե ինչի են ազատությունից զրկված։ Եթե մարդիկ քաղաքական հայացքների, գործունեության, իշխանության հետ այդ բանի հակադրվելու համար են ազատազրկվում եւ դառնում քաղբանտարկյալ, օրինակ մտածում եմ Սամվել Կարապետյանի դեպքը, երբ որ ինքը իր փաստորեն կազմակերպությունը պաշտպանելու համար ազատազրկված է, ասում եմ ես պաշտպանելու եմ իմ եկեղեցին, դա նույնն է, որ մայրը ասի ես պաշտպանելու եմ իմ երեխային, տանեն նստացնեն ազատությունից զրկեն։ Սրանից ենթադրելով կարելի ասել, որ քաղբանտարկյալ տերմինը նեղ է եւ սա քաղաքակրթական մշակութային բանտարկյալներ են արդեն, որովհետեւ պիտի ինչ-որ քաղաքակրթական հակաքաղաքակրթական իշխանություններ լինեն, որոնք մարդուն իր կազմակերպությունը պաշտպանելու համար, հա, օրինական պաշտպանության համար տանեն նստացնեն։ Իհարկե անպաշտպան են եւ իմ ելույթը հենց նվիրված էր այն ինստիտուտին, որը պետք է պաշտպաներ այս մարդկանց, որը աշխարհը ստեղծել է այդ ինստիտուտը հենց այս մարդկանց պաշտպանելու համար։ Խոսքը օմբուդսմենի, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին է։ Ով կարծես թե լռում է, այո։ Այո, բայց ինչի է լռում։ Պետք է ամենտեղ գտնել այդ համակարգային պատճառները, ոչ թե անձի պատճառները։ Օրինակ, եթե սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանը ընտրվում է մի հանձնաժողովում, հա, համապատասխան հանձնաժողով, որը մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հանձնաժողովն է, այնտեղ տեխնացությունը առաջադրում են, դրանից հետո անցնում է ազգային ժողով։ Իսկ այդ հանձնաժողովում 5 հոգին իշխանության ներկայացուցիչ են, այսինքն իշխանությունը ընտրում է իր տեխնացուին։ Հետո տանում է ազգային ժողով ձայների 3/5-ով ընտրվում է մարդու իրավունքների պաշտպան, այսինքն 3/5, եթե 71 հոգի է իշխանությունից, 65 հոգով կարողանում են ընտրեն, այսինքն չեղավ որ անկախ ինստիտուտ է դա, ինչը պահանջում է սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանության օրենքով եւ Փարիզի սկզբունքներով։ Եղավ որ իշխանությունից կախյալ
գործիչը, ընդ որում դատախազի նախկին տեղակալն է, սա էլ պետք է հաշվի առնենք, որ սա էլ նորմալ չի, երբ որ իշխանությունից բերում են մարդու իրանքների պաշտպան են սարքում։ Այդ նախորդ իշխանությունների ժամանակ էլ այդ պրակտիկան այդպես Արման Թաթոյանը ոնց որ արդարադատության նախարարությունում էր, կարծեմ փոխնախարար էր ու այդպես դարձավ։ Սա մարդու իրանքների պաշտպանի ինստիտուտը հենց իշխանության կամայականությունները զսպելու համար է, որպեսզի մարդիկ պաշտպանված լինեն։ Ոչ թե դրանք սպասարկելու։ Հա, այստեղ հարցը կրկնում եմ, անձերը չեն, Անահիտ Ավանեսյանը չի, Մանասյանը չի։ Ավանեսյանը առողջապահության նախարար։ Հա, երկուսն էլ Անահիտ են, չէ՞, բայց հա, Անահիտ Մանասյանը չի հարցը։ Այստեղ նույնիսկ հարցը Նիկոլ Փաշինյանն էլ չի։ Եթե դու ունես այնպիսի համակարգ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարող դառնա բռնապետ, իշխանության մեջ գտնվող մարդը օգտվելու է դրանից։ Դրա համար կրկնեմ բանը, հա, այդ Ամերիկայի հայրերը ինչպես էին մոտենում սահմանադրությանը, նրանք մոտենում էին սահմանադրությանը այն սցենարով, որ իշխանության կարող է լինել աշխարհի ամենավատ մարդը։ Այսինքն, որպեսզի հնարավոր լինի զսպել այդ վատ մարդու վատ ցանկությունները։ Պարոն Իշխանյան, ասում եք Նիկոլը բռնապետ է, բայց տեսեք, երեկոյան իր մոտ հանդիպման են գնում 9 սրբազաններ, հայ առաքելական եկեղեցու սրբազաններ, ովքեր դժգոհում են վեհափառի գործելավոճից, որ նա սատարում է Արշակ Սրբազանի չապացուցված, փորձաքննություն չանցած ինչ-որ տեսանյութի հարցով կոծկումը։ Իսկապես Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, թե նա վերհանում է ոլորտի խնդիրները կամ հայ առաքելական եկեղեցու վատ բարքերը, ուզում է մաքրել եկեղեցին, ինչի է անընդհատ Արցախը հանձնած 355 եկեղեցի հանձնած հայ առաքելական եկեղեցու գրեթե 150,000 ներկայացուցիչ հետևորդների, բնականաբար ամբողջ 150,000 դժվար լինեին հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց 90 որտեղ ազգային փոքրամասնություններ կային, բայց 90%-ից ավելին հայ առաքելական եկեղեցու հետևորդ էին։ Մի խոսքով իրենց տուն տեղից զրկած բանը մարդը խոսում է եկեղեցու բարենորոգումներից, սա զավեշտ է իհարկե, մենք գիտենք, որ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նա հայտարարել է այն պատճառով, որովհետև առաքելական եկեղեցին այն կազմակերպված կառույցներ, նաև համաշխարհային ցանց էր, որը բարձրացնում էր արցախցիների վերադարձի իրավունքը, որը, ասենք, դատական հայցեր էր ներկայացնում Ադրբեջանի բարբարոսությունների դեմ հայկական հետքը վերացնելու հետ կապված Արցախում, հա, եթե ասենք օրինակ քարին տակում եկեղեցի կարող է գտնեք, որը չի ավերվել, դա գուցե հենց հայ առաքելական եկեղեցու դիմադրության շնորհիվ լինի, հայ առաքելական եկեղեցին պատանների վերադարձի համար էր բարձրաձայնում, հիշում ենք Բեռնում, Շվեյցարիայում համաժողով կազմակերպեց եւ այդ հարցերը բարձրացրեց։ Եվ իդեպ հետ դրանից չէ՞ կարծես սկսվեց հարցակումները։ Հա, դրանից հետո սկսվեց, այդ անմիջապես դրանից հետո սկսվեց, բայց հիմա նայեք բանը, այս օգոստոսի 8-ի այս ստորագրված այս աղետը, որ չէ, այնտեղ կա 8-րդ կետ, որով ասում են պետք է պայքարեն ծայրահեղականության դեմ։ Իսկ Ադրբեջանի համար ովքեր են Հայաստանում ծայրահեղ, ովքեր որ ասում են հայերը իրավունք ունեն։ Վեհափառի ռևանշիստ են անվանում իրենք։ Խնդրեմ։ Այսինքն այս Ալիևի, այսինքն կանանց մասնատող բանին տարեցների ականջները կտրող խոշտանգող մանկահասակ երեխային Շուշիում օր աչքի առաջ մասերի բաժանող քնած սպային կացնահարող քաղաքակրթության բարբարոսության ավելի ճիշտ ոչ թե քաղաքակրթության ներկայացուցչի համար է անում Նիկոլ Փաշինյանը այս գործողությունները ընդդեմ եկեղեցու։ Մանավանդ մենք գիտենք, որ նրանք այդ իրենց բարենորոգումների հիմքը ընդունել էին որպես կուսակրոն քահանաների ուխտի խախտում, մինչդեռ այն մարդիկ, ովքեր որ հավաքված էին Նիկոլ Փաշինյանի շուրջը երեք, բնականաբար շատ ավելի հայտնի են որպես կուսակրոնության ուխտը խախտող, ընդ որում նաև Նիկոլ Փաշինյանի մոտ ծառայած մարդիկ որպես, այսինքն ինձ որպես քաղաքացի չի հետաքրքրում քահանան հոգևորականը խախտել է իր կուսակրոնություն, թե չէ, եթե նա օրինական դաշտում է սահմանադրության, ներպետական օրենքների, միջազգային իրավունքի, դա իմ գործը չի, դա ներքին եկեղեցու գործն է, թե իրենք ինչի են այդ կանոնը ընդունել, որ այդպես պետք է լինի, որ մարդը պետք է իրեն զրկի ընտանիք ունենալու։ Եվ ի վերջո ապաշխարության ինստիտուտն է գործում։ Հա, այսինքն դա ներեկեղեցական գործ է, ոչ թե սահմանադրության 17-րդ հոդվածը խախտելով պետության եւ կրոնական կազմակերպությունների տանջատումը քիթը խոթելու գործ, բայց հասկանալի է եւ քաղաքացիները պետք է ընկալեն, որ
բնականաբար այդ ուխտ խախտելը չի, այնտեղ չգիտեմ կոռուպցիան չի, փողի լվացումը չի, դրանք չեն, որովհետև Իսկ ինչ կոռուպցիայի մասին կարող է խոսք գնալ, եթե եկեղեցի գոյատևում է նվիրատվությունների հաշվին, պարոն Իշխանյան։ Դե չէ, հիմա ասենք այնտեղ փողերի լվացման դեպքերով կապված բաներ հետքը հիշում եք 2000 որ թիվներ, որ այդ Կիպրոսի օֆշորային պատմությունների հետ կապված դες Բայց կարծեմ այդ գլխավոր դերակատարը գնացել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա, ու հենց ըստեղից քաղաքացիները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի հետևորդները պետք է բնականաբար այն հետևորդները, որոնք գետ մի քիչ ազնվություն են, բնականաբար պետք է ոչ թե հարցեր տան, այլ հեռանան նրանից։ Ի վերջո 44-օրյա պատերազմ այդքան ստերից հետո այս մարդիկ իրավունք չունեն որևէ որոշում կայացնելու մեր համագեցության հետ կապված։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի գլխին որ կարծես թե սրբազան պսակ չի նկատվել, չէ, որովհետև եթե հիշենք իր արածները, ասածները, կայացրած որոշումները, դժվար թե նա այն անձներ, որ պետք է հենց եկեղեցին մաքրելու գործով զբաղվեր։ Առավել եւս նա այն անձը չի, որը կարող է Հայաստանում որևէ մաքրագործմամբ զբաղվել, որովհետեւ կրկնում եմ Արցախը Հայաստանը եւ վերջ ասող եւ այդ աղետները մեր գլխին բերող, մեր սեփականությունը գողացող, մեր սահմանադրական իրավունքները խախտողը չէ, որ պետք է որևէ բարեփոխում անի, իսկ բարեփոխումները բնականաբար այս երբ որ կվերջացնեն սրանք իրենց գործերը, բնականաբար դրանից հետո անպայման գալու է։ Իդեպ ասեմ, մենք երեք Նայիրի Հոխիկյանի հետ հասարակական գործիչ գիշերը գնացինք Էջմիածին, միաբանների հետ հանդիպեցինք եւ առաջարկ եղավ, որ այսօր ովքեր որ ուզեն տենց իրենց աջակցությունը հայտնել կաթողիկոսին, կարող են առավոտը ժամը 9-ին գնալ այնտեղ եւ չգիտեմ լայվ անեն կամ ինչ-որ բան անեն, որով իրենց աջակցությունը կարող են հայտնել ու շարունակենք կաթողիկոսին աջակցություն հայտնել։ Հա, Նայիրի Հոխիկյանը երևի հիմա այնտեղ չի արդեն, բայց ամեն դեպքում սա process է, որը անընդհատ կարելի է անել։ Հատկապես որ ժամը 12-ին հոգեվոր ժողով է լինելու։ Հոգեվոր ժողով է լինելու, այո, եւ այսինքն անընդհատ կարելի է որպես բան, հա, հնարավոր տարբերակ թե ինչ կարող է անել քաղաքացին այսօրվանից գնալ այնտեղ լայվ անել եւ իր աջակցությունը հայտնել կաթողիկոսին։ Իհարկե սա այն լծակը չի, որով մենք կարողանալու ենք այս եկեղեցու զավթման process-ի թույլ չտալ, բայց որոշակի տենց էմոցիոնալ, էներգետիկ ինչ որ լիցք հաղորդելու միջոց է։ Պարոն Իշխանյան, առաջարկում եմ մեր զրույցը շարունակել մամուլի նորություններին ծանոթանալուց հետո։ Ժողովուրդը գրում է. այսօր ազգային ժողովում առավոտյան ժամը 9-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ Այս շտաբողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա քառօրյայում։ Քանի որ այս նախագիծը եղել է իշխանության նախընտրական խոստումներից մեկը, այն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնել է իշխանությանը կտալ լրացուցիչ հնարավորություն դա ներկայացնել որպես հաջողություն, սակայն հասարակ քաղաքացու համար այն հավելյալ հարկային բեռ է դառնում։ Ժողովրդի աղբյուրների տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որոնք կպահեն լոյալություն մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում։ Ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական այցերը։ Գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետեւյալը. Գարեգին երկրորդի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում, Արշակ Սրբազանի կալանավորում եւ վերջում Գարեգին երկրորդի կողմից հրապարակվելիք հրաժարականի նամակ մեկուսի պայմաններից։ Հրապարակը գրում է. երեք իշխանականները մեծ հրճվանքով տարածում էին եպիսկոպոսած հայտարարությունը գուժելով վեհափառի կաթողիկոսության վախճանը։ 9 եպիսկոպոսի ստորագրությամբ նրանք դատապարտում էին Գարեգին երկրորդին Արշակ Սրբազանի այսպես կոչված սրբապիղծ արարքը կոծկելու համար։ Գրության տակ 13 անունից կազմված ցանկ էր, սակայն ստորագրել է 9 հոգևորական։ Երկու անձի Հովնան եւ Սիոն arczepiskoposների ստորագրության դիմաց գրված է I.T. այսինքն ի տեղի, ինչը նշանակում է տեղը
փոխարեն, այսինքն այլ անձինք են ստորագրել։ Ստորագրածներից ոմանք իրենց վարքով ու կենսագրությամբ խոցելի են, իսկ Առաքել Քյարամյանի զավակի մասին ողջ աշխարհը գիտի։ Նա քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։ Այսինքն Արշակ Սրբազանին եւ Վեհափառին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ նրանք, ովքեր նույն մեղքն ունեն իրենց ուսերին։ Ավելի բացահայտ ու ապացուցված։ Իդեպ Փաշինյանը երեք խուսափել է այդ հարցից, ասելով, որ ինքը ոչ բոլոր հոգևորականների անձնական կյանքն է ուսումնասիրում։ Իսկ օրվա երկրորդ կեսին նա կառավարությունում ընդունել է ըմբոսների խմբին։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսության վախճանին, ապա Մայրաթոռում 18 եպիսկոպոս կա, 26 արքեպիսկոպոս, որից ընդամենը 9 է ստորագրել։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Իշխանյան, հրապարակը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ ասել է, որ ոչ բոլոր հոգևորականների անձնական կյանքն է իրեն հետաքրքրում, փաստացի մերկացնելով, որ իրականում խնդիրը ոչ թե Վեհափառի կուսակրոնության ուխտը խախտելն է, այլ մեկ այլ նպատակ է հետապնդում։ Ի վերջո սա Արշակ Սրբազանի նզովքը չներելն է, Վեհափառի Արցախի հարցը բարձրացնելը չներելն է, թե հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար է։ Դե նայենք բանի մենակ այս ինստիտուտում չէ, օրինակ դատավորներից ում անցյալն է կենսագրություններ հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին։ Ովքեր չէին WhatsApp-ով նամակների։ Հա, հələ մինչև WhatsApp-ը ամենասկիզբ գնանք, հա, ովքեր որ փաստորեն չէին ենթարկվում Նիկոլ Փաշինյանի անօրինական կմահաճույքներին։ Առաջինը հարվածների տակ ընկավ Դավիթ Գրիգորյանը եւ Ալեքսանդր Ազարյանը, որը փաստորեն նույնիսկ անցյալը այնքան տնտղեցին, ոչ մի բան չգտան, որ բոհի ղեկավարին ուղարկեցին, որ այդ գիտական աշխատանքի մեջ մտնի։ Գիտական աշխատանքի մեջ մտավ, հանրային հեռուստատեսությամբ sense խառը մի հատ ներկայացում արեցին, թե նա պլագիատ է արել, ընդ որում դա էլ հերքվեց, բնականաբար, ասենք։ Բայց կարևորը մակարդակի դատավորը, հա, էլ ինչ պլագիատի մասին։ Հա, բայց արեցին, վարկաբեկեցին, այսինքն խնդիրը վարկաբեկելն էր, որ մնացած դատավորների մոտ վախ առաջացնելը, որ ձեր հետևից կգանք, եթե դուք էլ փորձեք անկախ լինել, եւ Դավիթ Գրիգորյանը վերջերս ընդհանրապես արդարացվեց, մի հատ ինչ-որ եսի ինչ էին գտել ու տենց գործ էին սարքում, Հրայր Թովմասյաններ մյուսը համանդական դատարանի նախագահներ են ժամանակ, որ նույնիսկ գնացին իր տարեց հոր մոտ ածո ուղարկեցին աղջիկների գեն, հա, ինչ-որ բաներ գործի հետ կապ չունեցող անձանց կապ։ Ու հիմա փաստորեն նրան հետաքրքրում է այն անձիկ, որոնք փաստորեն իր ապօրինությունները չեն կատարում, ազատ, անկախ մարդիկ են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որը ստեղծվել է հետսովետական այդ անազատություններից ազատվելով եւ ազատ ու անկախ դառնալու համար։ Իսկ ազատ նշանակում է, որ քաղաքացին պետք է ազատ լինի իր ընտրությունների օրինական որոշումներում եւ մեր պայքարը 90-ականներից անկախությունից սկսած հենց այդ ազատ մարդուն կերտելու համար էր, ոչ թե բան ինչ որ Փաշինյանը ենթականեր եւ նրա կմահաճույքը եւ նրա ցանկությունները կատարող քաղաքացի ստեղծելու համար եւ հենց ըստեղ էլ որ հոգեվորականները անելիք ունեն անցալելու որ նրանք էլ պետք է այդ ուժը հաղորդեն քաղաքացիներին օրինակ այն մարդիկ որոնք հիմա բանտերում են եպիսկոպոս Մկրտիչ եպիսկոպոսը արքեպիսկոպոսներ Բագրագետ Գալստանյանն ու Միքայել Աչապահյանը իրենք այդ ազատությունը կերտողներն են բանտից են կերտում հա այդ ազատությունը եւ մեր անելիքը հենց թե իրավապաշտպանների թե հոգեվորականների թե դատախազների թե քաղաքական գործիչների հասարակական գործիչների մտավորականների այդ ազատ քաղաքացի կերտելու մեջ է, որովհետև այդ ազատ քաղաքացին պետք է ծառայի բոլորի բարօրությանը եւ ինձ համար, քանի որ ես ազգը ընկալում եմ որպես իմ ընտանիք, ինձ համար շատ վիրավորական է, երբ որ իմ եղբոր, ավագ եղբոր, բան կամ կրծերի եղբոր, քույրերի եւ մնացածի հանդեպ այսպիսի վերաբերմունք է լինում, որ նրանց արժեվ դնում են կամ մենք բացահայտելու ենք քո մասին ինչ կա, չկա եւ այլն բանում են, կամ դու պետքա մեզ ենթարկվես։ Եվ մյուս կողմից
ուզում եմ կոչ անել բոլորին, որպեսզի թող բացահայտեն, իրենք կբացահայտեն, մենք կպաշտպանենք ձեզ, որովհետև որևէ մեկը իրավունք չունի մեր ընտանիքի անդամների հանդեպ այսպես վերաբերվի։ Ի վերջո նույն Արշակ Սրբազանը բավականին արժանապատիվ հակադարձեց, հա, բավական շատ լուրջ մեղադրանքին, որը չեն էլ կարողացել ապացուցել մինչև այժմ։ Ինչու օրինակ չվերցնել նույն Արշակ Սրբազանից, ինչու օրինակ չվերցնել բազմաթիվ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Միքայել Սրբազանից, ով անազատությունից ասում է չկոտրվեք հանկարծ շարունակեք պայքարել։ Օրինակ վերցնելու հարցը չի։ Մենք, ովքեր որ այս պայքարի մեջ են, պետք է այնքան ուժեղացնենք այն մարդկանց, որոնք չունեն այդ ոգին իրենց մեջ, իհարկե այսպես մեծ եմ խոսում, մեկը մի օր կարող է ինձ կոտրեն, բայց ամեն դեպքում պետք է այնքան ուժեղացնենք այդ ոգին, որպեսզի այս ընտրության առաջ նրանք երբևէ կանգնած չլինեն եւ նրանք լինեն այնքան ազատ եւ այնքան արդար ապրած լինեն, որպեսզի այսպեսի խնդիրներ չառաջանա։ Դուք մի օրինակ եք բերում, բայց ինձ համար ամենազիլ օրինակը իհարկե Հովիկ Աղազարյանի օրինակն է, ինչ ուզում եք արեք, նա այդպես անկոնտրոլ մնաց եւ ինչ ասես նրա հասցեին կեղծ թե իրական չասացին, բայց մարդը հաստորեն ընտրեց այդ բանը օրինական ճանապարհը։ Իր խոսքից հետ չկանգնեց փաստացի։ Ընտրել էին իրան եւ ինքը մնաց ազգի։ Չնայած իր իրավաբերժ հայտարարություններին, դիրքորոշումներին ու դատապարտելի հայտարարություններին, այդ դավաճանությունները դա ուրիշ բան է, կատեգորիա, այսպես մի խոսքով։ Այսինքն գոնե Աղազարյանի չափ հաստատակամություն մեր սրբազան հայրերը պետք է դրսևորեին։ Հա, բայց եթե չեն դրսևորում, պետք է մենք գտնենք մեր մեջ խնդիրը, որ չեն դրսևորում, որովհետև եթե մենք չենք կարող ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկությանը չեն ենթարկվի, ուրեմն մենք դեռ լիքը անելիք ունենք։ Մենք պիտի ի վերջո ստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ դատախազը, դատավորը, քննիչը, հոգևորականները չլինեն այսպիսի ընտրության առաջ, կամ մեր դեմը շանտաժներն են կիրառելու, կամ մենք պետք է ենթարկվենք եւ այսպես նվաղ, հա, բան անազատ ապրենք։ Մեր խնդիրը, երբ որ խոսում ենք ազատագրումը հենց դրա մասին է, որ պետք է այդ մարդիկ չլինեն այսպիսի ընտրության առաջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ հոգևորականների նկատմամբ ճնշումներն էլ ավելի են ուժեղանալու, որ իրավապահները արդեն սկսել են այցելել թեմերի առաջնորդների տներ, նրանց հետ զրույցներ ունենալ, ասել, որ կաթողիկոսի ժամանակաշրջանը ավարտվում է եւ այն մարդկանց դեմ, ում դեմ որ կոմպրոմատներ ունեն, այդ ամեն ինչը շարունակվում է։ Հիմա ինչ է ստացվում, շատ քաղաքագետներ եւ լուծաբաններ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը անուղղակի ձևով է պառակտում եկեղեցին, այս կոմպրոմատների միջոցով թույլ սրբազաններին հանելով եկեղեցու վեհափառի եւ իրենց հոգեվոր եղբայրների դեմ։ Ինչ է կարծում, էլի այսպիսի կոմպրոմատների բազմաթիվ դեպքեր կբացահայտվեն, թե եղածը քիչ է, որ եկեղեցու հիմքերը սասան։ Նա իմ ենթադրությունը այն է, որ նրանք ցանկանում են մինչև նոր տարի գոնե ինչ որ տենց պսևդո կաթողիկոսի պես շոբա ունենա, որ նոր տարվա ուղերձը արդեն դա իրականացնի իրենց բանը ֆեյք կաթողիկոսը։ Հա, էլի իրենց մտքի կաթողիկոսը, բայց դրանով չի ավարտվում, այլ ընդհակառակը սկսվում է պայքարը, որովհետև եթե իսկապես մենք խոսում ենք թերություններից տարբեր համակարգերի մեջ, Նիկոլ Փաշինյանը այդ թերությունները օգտագործում է իրեն ենթարկացնելու համար։ Չէ՞, մենք գիտենք, որ այնտեղ որևէ արդար ճշմարիտ գործողություն չկա։ Իսկ մեր խնդիրն է, որպեսզի մեր այս մեծ ընտանիքում իսկապես լինի արդար եւ ճշմարիտ։ Եվ հիմա նույնիսկ եթե իրենք դնեն իրենց այդ ֆեյք կաթողիկոսին, այդ թերություններն էլ հետները ժառանգելով տանելու են։ Ասացինք, չէ, որովհետեւ եթե նրանք խոսում են, որ կուսակրոնությունն է նրանց համար խնդիրը եւ սկսում են վարկաբեկել կաթողիկոսին այդ տրամաբանությամբ եւ չգիտենք արդյոք նա խախտել է թե չի խախտել, բայց կա ավելի ապացուցելի դեպք, որը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քանի դեպք, որը բոլորն էլ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա, որտեղ, այսինքն ստացվում է, որ այդ թերությունները, որոնք իրենք իբրև թե բան են անում, բարձրաձայնում են, իրենց հետ ժառանգելով տանում են այնտեղ։ Իսկ դա իրենց խնդիրն է, պարոն Իշխանյան, թե իրենք ուզում են կառավարելի հայկական եկեղեցի ունենալ։ Այսինքն իրենց կառավարելի եկեղեցին տանելու համար դա հատկապես հեշտ են այն մարդիկ, ովքեր այդպես թերություններ, խնդիրներ ունեն իրենց կենսագրությունում։ Եվ բավականաչափ տղամարդկություն չունեն իրենց սխալները ընդունելու համար, այդպես է ստացվում։ Դե հա, բայց այդ դաշ չեմ ուզում մտնեմ, որովհետև դրա մասին խոսեցի, եթե չկա այդ ուժը
ընտրություն կատարելուց, ուրեմն մենք լիքը անելիք ունենք։ Մենք ստեղծում ենք մի հատ այնպիսի համակարգ, որտեղ ուժը լինի, անձի բանը, վախը չլինի։ Մի խոսքով, հիմա այսինքն նույն ձևով նայենք, 2018 թվականին մարդիկ դուրս եկան փոխելու իշխանությունը, ավելի արդար, ավելի լավ, զարգացած Հայաստան ստանալու համար, բայց եղավ լրիվ հակառակ պատկերը, հա, տեղի չունեցավ ժողովրդի ցանկությունները։ Եվ հիմա այդ ժողովուրդը նորից ինքը պայքարում է այդ ճշմարիտ արդար հասարակարգը ստեղծելու համար եւ նույնն էլ ասենք այս եկեղեցու պարագայում է այդպես լինելու։ Պարոն Իշխանյան, մեր զրույցի վերջում ուզում եմ անդրադառնալ մի սարսափելի դեպքի, դպրոցում բուլինգի դեպքեր շատ են լինում, պարբերաբար լինում են, երեխաները որքան այնմեղ, այնքան էլ դաժան են լինում, բայց երեք տեսանյութ տարածեց Նանար Պողոսյանն անունով կարծեմ Facebook-յան Արցախցի աղջիկ, ողջույն Նանար։ Տեսանյութում բարձր դասարանի տղաները ծեծում եւ սարսափելի ձևերով նվաստացնում են իրենց համադասարանցուն եւ իրենք էլ նկարահանում են, հետաքրքիրն ինչ է, որ վերջին շրջանում անհանդուրժողականության հողի վրա շատացել են հանցագործությունները, սակայն անչափահասների մասնակցության նմանատիպ դեպքերը շատ ավելի մտածելու տեղիք են տալի։ Ո՞րն է պատճառը։ Իրավապահ համակարգն է թերանում իր գործողություններում, կրթական համակարգը, թե ընդհանուր այս ատելության հողի վրա տարբեր խմբերի բաժանված հանրության ֆակտորն է առկա։ Ինչպես եք բացատրում։ Այդ ձեռառնոցին բուլինգը բնականաբար այդ մեր տարիներն էլ էր շատ տարածված բան եւ ես կարծում եմ, որ այդ ազդեցությունների վրա նաեւ եղավ իշխանափոխություն, հա, որովհետեւ ես որ նայում եմ շատ եմ տեսնում մարդկանց այս իշխանության մեջ, որոնց հետ անարդար են վերաբերվել իրենց պատանեկության, հա, երիտասարդության տարիներին։ Այսինքն ճնշված են եղել հասակակիցների կողմից։ Անարդար են վերաբերվել նրանց նկատմամբ եւ նրանք այդ ոնց էր այդ անարդարությունը կուտակելով ուզեցել են դուրս գալ եւ ոնց էր աշխարհին իրենց դիրքն ու տեղը ցույց տալ։ Եվ մենք ի վերջո ունեցել ենք այսպիսի մի իշխանություն, որը գտնում է, որ իր հանդեպ այնպես անարդար են վարվել, որ ինքը կարող է անսահման անարդարություն կիրառել մյուսների նկատմամբ։ Մի ամբողջ ազգի նկատմամբ։ Մի ամբողջ ազգի նկատմամբ, հա, մի ամբողջ ազգի նկատմամբ, փաստորեն ինքը տենց ասոցիացնում այդ ամբողջ անարդարությունը տենց այդ ազգից էր գալիս եւ ինքը դե հատկապես այդ հայր եւ որդի հարաբերություններից առաջացող տենց կոմպլեքսներ են, ինչը ցավոք սրտի այո հենց պետության հարցն է նաև որ հենց այսպիսի հասարակարգ չձևավորվի, որտեղ պատանին լինի ճնշված, այլ կարողանա իր ամբողջ ունակությունները ներդնել եւ զարգանալ։ Բայց ես իսկապես ասենք խորհուրդ եմ տալիս այդ տղաներին, պատանի, որ այդ հաշվի առնելով թե ինչպիսի իշխանություն եկավ Հայաստանում, մի քիչ ավելի խելամիտ լինեն այդպես հարցերում։ Այսինքն այն իշխանության ղեկին գտնվողներուն իրենց ապագայի մասին մտածեն։ Իհարկե, հələ փոքր են, հələ չեն հասկանում, բայց ասենք այդ ինչ որ իրենք անում են, հետո այսպես շուռ է գալու իրանց դեմ, որովհետև դա մնում է եւ մարդը ուզում է արդարությունը վերականգնել իր հանդեպ տեղի ունեցած անարդարությունը, հա, որ տենց զգում է բանա, տենց ամբողջից եռում է իր մեջ եւ ինքը գտնում է հնարներ դրան հասնելու եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ անդամներ այդ հնարը գտան, բայց արդյունքում ասենք այն նորմալ մարդիկ ինչի պետքա տուժեն, ես չեմ հասկանում։ Պարոն Իշխանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ժամանակը սպառվեց, օրը թող բարի լինի։